Ողջույն սիրելի ընկերներ, այսօր ուզում եմ խոսել թուրքական նախաճաշի մասին, որը նրանց մոտ ճաշի նման կարևոր է և որի ժամանակ նույնպես պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը։ Հանգստյան օրերին նախաճաշը ավելի երկար է տևում թուրքերի մոտ, որովհետև սեղանի շուրջ քննարկվում են շաբաթվա իրադարձությունները և ավելի երկար ու մտերմիկ է անցնում շփումը միմյանց հետ։ Թուրքիայում նախաճաշի սեղանը շատ հարուստ է, ինչպես և մեր հայկականը, և բաղադրիչները անփոփոխ, անկախ ընտանիքի ֆինանսական վիճակից։ Հիմա թվեն բաղադրիչները, առանց որի նախաճաշի սեղանը չի համարվում լիարժեք։ Սիահ և եշիլ զեյթին, սև և կանաչ զիթապտուղ, փեյնիր չեշիթների, պանրի տեսականի, բեյազ փեյնիր, սա սպիտակ աղի պանիրն է, քաշար փեյնիր, փափուկ դեղին պանիրը, լոր փեյնիր, սա կաթնաշոռն է, չեչիլ փեյնիր, չեչիլ պանիր, թերեյայը, կարագ, բալ, մեղր, ռեչալ, մուրաբա, յումուրթա, ձու, այն մատուցվում է հաշլանմշ, խաշած ձևով, սահանդա, սա փոքրիկ թավայով ձուն է, գյոզ յումուրթա, սա չհարված ձուն է, որը մեզ մոտ հայտնի է ռուսերեն տարբերակով գլազոկ, սուջուկլու յումուրթա, երշիկով ձվածեղն է, որը պատրաստվում է չհարված ձվով և մատուցում փոքրիկ թավայով, որ պահպանի տաքությունը, և իհարկե մենեմեն, լոլիկով ձվածեղը, թազե սեբզելար, թարմ բանջարեղեն, դոմաթես, լոլիկ, սալաթալըկ, վարունգ, բիբեր, պղպեղ, էկմեկ չեշիթլերի, հացի տեսականի, սիմիթ, սիմիթին մենք ծանոթ ենք, փոուչա, սա փափուկ բուլկի է, որը լինում է կամ միջուկով կամ առանց, սուջուկ, երշիկ, փաստրմա, բաստուրմա և իհարկե չայ, թեյ, քահվե, սուրճ։ Իսկ եվրոպական ոճի նախաճաշը ավելի թեթև է և ավելի գործնական, այն սովորաբար ներառում է կրուասան, տոստ, թերեյայը, կարագ, ռեչալ, մուրաբա, յոգուրտ, մածուն, մեյվե, միրգ, թազե սքլմշ մեյվե սույու, թարմ քամած մրգահյութ և իհարկե թեյ և սուրճ։ Թուրքիայի նախաճաշի մասին այսքանը, հաջողություն։